Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդա» հեռուստասերիալում առավոտյան Արմոն գալիս է Սաքոյի տուն, որպեսզի նրա հետ միասին աշխատանքի գնան։ Մուտքում նա հանդիպում է Նարեին։ Նարեն մի պահ անշարժ կանգնում է, հիշելով Հայկի խոսքերը։ Այդ պահին ամեն ինչ մեկ առ մեկ վերագրվում է իր մտքին։ Ինչպես Արմոն հատուկ բարձրաձայն խոսում էր հեռախոսով, իբր Սաքոն ու Քաջիկը այգում կռվում են, ու ինքը պիտի գնա բաժանի նրանց։ Հիմա Նարեն հասկանում է, որ դա հենց պլան էր իրեն մեքենան նստեցնելու, ճանապարհ ընկնելու, իսկ հետո վթար կազմակերպելու համար։ Ոչինչ պատահական չէր, Հայկն իրավացի էր։ Նարեն չի թաքցնում իր արհամարհանքը։ Նա ուղղակի նայում է Արմոյին ու ասում. «Քո խաղերը վաղուց եմ հասկացել, ուզում ես ինձ վնասեիր, ինչ մտածեցիր, թե չեմ հասկանա»։ Արմոն մի պահ շփոթվում է, հետո փորձում է կեղծ հումորով մեղմել իրավիճակը։ Ասում է, թե իրականում նման բան եղել է, բայց ինքը նպատակ չի ունեցել խաբելու կամ վնասելու։ Իբր ամեն բան պատահական է եղել, բայց Նարեն այլևս նրա խոսքերին չի հավատում։ Մի փոքր անց Սաքոն ու Արմոն առանձնանում են։ Սաքոն ասում է. «Զանգի գյուղ։ Տղաներին ասա, եթե Հայկին կամ Միքոյին տեսնեն, չմոտենան, թող իրենց գործով լինեն»։ Արմոն զարմանում է։ Սաքոյի այս հանկարծակի փափկությունը շատ տարօրինակ է թվում իրան, բայց նա լռում է, առանց ավելորդ հարցեր տալու կատարում է հրահանգը։ Իսկ այդ ընթացքում Նարեն ու Հայկը հանդիպում են այգում։ Լուռ անկաշկանդ մթնոլորտում նստած զրուցում են, իրար ջերմ ժպտում։ Այնքան պարզ ու մաքուր է նրանց սիրո պահը, գրկախառնվում են, համբուրվում, կարծես աշխարհում ոչինչ չկա, բացի իրենցից։ Բայց ամեն ինչ այդքան հանգիստ չէ։ Արմոն, ով հետևել էր Նարեին, այդ պահին կանգնած է հեռվից ու հետևում։ Նա տեսնում է այդ ամենը եւ կատաղում։ Ներսում կրակ է բռնկվում։ Հասկանում է ինքը Նարեի սրտից հեռու է, իսկ Հայկն այնտեղ է արդեն։ Այդ պահին նա հանում է հեռախոսը եւ գրում մի հաղորդագրություն անանուն համարից, ուղարկելով Հայկին։ Ժամանակ եկել է, որ իմանաս հորդ մասին իրական պատմությունը։ Ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես քեզ են ներկայացրել։ Այս պատմության սկիզբը տանող շատ կարևոր բանալի կա, ու այդ բանալին քեզ շատ մոտ է, մնում է նկատես։ Հայկը բարձրաձայն կարդում է հաղորդագրությունը, իսկ Նարեն, լսելով տեքստը, քարանում է։ Նրա մեջ սարսափ է առաջանում։ Այդ ձևակերպումը, այդ տոնայնությունը շատ լավ ծանոթ է։ Նարեն հասկանում է, սա հեղինակը ոչ ուրիշ մարդ է, քան Արմոն։ Նա գիտե, սա ընդամենը սկիզբն է ու նոր մղժավանջ է սկսվում։ Հարգելի հետևորդներ, արդյոք Նարեն կվախենա Արմոյի քայլերից եւ կբաժանվի Հայկից, որպեսի հանկարծ Հայկը չիմանա ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։ Մար լսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը? Սև։ Քո սիրած օրվա ժամը? Օրվա ժամը 12։ Այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամը։ Այդ հիշեցի։ Քո սիրած ուտեստը? Սպապաս։ Վայ, մոմոյ սարճին եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար եմ սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ գործատեղը, ես չափեցի եւ հիմա դա ինչի բա սարսափելի տիպ 81 սանտիմետր 81 սանտիմետրն է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը, այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղթի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացել, բայց